Ասեմ ձեզ, մեր ուժը հայտարարություն է տարածել, որ վերցնելու է մանդատները, իմ հարցով դեռ ժամանակ կա, ասել եմ, որ անպայման այդ մասին բոլորի, այսպես ծածուկ չէ, բարձրաձայն, նաև հայտարարությամբ ելույթ կգամ, մինչև ինձ հայտարարությամբ նաև ելույթ կգա Գյումրու քաղաքապետը, այնտեղից եւ անպայման կիմանաք։ Սպասում եք Վարդան Ղուկասյանի։ Իմ ցանկությունը միակն է, որ Հայաստանի Հանրապետությունը րոպե առաջ, օր առաջ միասնական դառնա, ուժեղ դառնա եւ հզոր դառնա։ Դա է։ Այդ ցանկությունները, ասեմ, քաղաքական դաշտի ցանկությունները պետք է ուղված, միտված պետք է լինեն միայն ի բարօրություն Հայաստանի Հանրապետությանը։ Չպետք է անձի բարեկեցության կամ չգիտեմ կոմֆորտին ուղված լինի։ Դրա համար ես ժամանակ ունեմ կպատասխանամ անպայման ասելու եմ, ասեմ ձեզ։ Ուրեմն գաղտակողին ոչինչ չենք արել, չենք անելու, ինչ որ անելու ենք, ի ցույց Հայաստանի Հանրապետության առաջնահերթ Գյումրու քաղաքի շահերից բխելով ելնելով ենք անելու ամեն ինչ եւ կհայտարարեմ։ Ժամանակ դեռ կան։ Հիմա այդ միասնականությունը իրենից ինչ է ընդհանրում, որ դուք հիմա որոշեք գնաք։ Այսինքն այստեղ այլ հարցերով էլ է պայմանավորված, ինչ հարցեր կան, որոնց սպասում եք Չէ, ուրիշ հարցի պատասխանեցի։ Կոնկրետ ասեցի կոմֆորտից ելնելով չէ, մանդատի վերցնելը, ասեցի կոմֆորտից ելնելով չէ, մեր նպատակն է միակն է, ոչ թե մանդատը կամ քաղաքապետի պաշտոնը կամ այլ նախարարի պաշտոնը, այլ ասեմ Հայաստանի Հանրապետության հզորացմանը ուժեղ Հայաստանի Հանրապետություն ունենալն է։ Ուզում եմ հասկանալ քաղաքական Դե ես ասեցի պատասխան։ պայմանավորված կրկնում